Ով է Հայաստանի տնտեսության տնտեսական աճի իրական շահառուն։ Այլ հավասար պայմաններում օրինաչափ գործընթացների պարագայում իհարկե այս հարցը առավել քան անտրամաբանական կարող է հնչել։ Սակայն բանն այն է, որ հատկապես վերջին տարիներին մեր տնտեսության աճը կամ վիճակագրական աճերը եւ իրականության միջև խզումը բավական մեծացել է։ Եվ այսպես Հայաստանի վիճակագրական տնտեսական աճերը շարունակում են բարձր մնալ, բարձր առնվազն իրական հատվածում տեղի ունեցող զարգացումների համատեքստում եւ ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Իսկ որպեսզի հասկանանք, թե ինչի հաշվին, ըստ էության ինչպես միշտ ենք մոտեցել այս խնդրին, դիտարկենք որոշ տվյալներ եւ դրա որոշ բացվածք։ Մասնավորապես այս տարվա հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի տվյալներն ունենք, մեր տնտեսության ակտիվությունը, աշխուժությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 4.4%-ով։ Այս ցուցանիշի կൂട്ടակային ցուցանիշի բացվածքի, թեկուզ մասնավոր բացվածքի ուսումնասիրությունը պարզ ցուցադրում է, որ այդ 4.4%-անոց աճն ապահովվել է շինարարության, առևտրի եւ ծառայությունների ոլորտում գրանցված աճերի ազդեցության ներքո, փոխարենը այնպիսի առանցքային նշանակության ուղղությունն, ինչպիսին արդյունաբերությունն է նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ, անկումային է, ընդ որում բավական բարձր ցուցանիշով 16.1%-ով։ Անկումային է նաեւ արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում թե արտահանման եւ թե ներմուծման մասով, ինչը վկայությունն է այդ ոսկու վերարտահանման մեխանիզմի չեղարկման, ամբողջապես կամ գրեթե ամբողջապես չեղարկման եւ մյուս կողմից նաեւ ցուցադրում է, որ մենք արտահանման եւ ներմուծման մասով, ընդհանուր առմամբ առևտրաշրջանառության մասով մտահոգիչ զարգացումների ներքո ենք։ Այսինքն մեզ մոտ տնտեսության աճի կառուցվածքի խաթարում կա, խեղաթյուրում կա էլ ավելի։ Տեսեք, ֆիքսենք, որ այսպիսի տնտեսական աճի ազդեցությունը հանրությունը չի զգում եւ չի էլ կարող զգալ շատ պարզ պատճառով, քանի որ այս աճերն ապահովվել են ոչ թե հավելյալ արժեքի ստեղծման հաշվին, իսկ հավելյալ արժեք ասելով մենք ի նկատի ունենք տնտեսության կայուն զարգացումը, օրինակ տեխնոլոգիական զարգացման եւ առաջընթացի հաշվին, ինչը նաեւ դեպի սպառող, դեպի հանրություն, բարեկեցության մակարդակի տեսանկյունից ազդեցություն կարող է ունենալ, արտահանելի ապրանքի բացակայության, բարձրարժեք արտահանելի ապրանքի, որը նաեւ պետության համար երկարաժամկետ եւ կայուն եկամտի աղբյուր է, ի վերջո նոր աշխատատեղերի բացակայության, մենք գործ ունենք ոչ թե այս զարգացումների արդյունքում ձևավորված տնտեսական ակտիվության ցուցանիշի, այլ այնպիսի ուղղություններում արձանագրված աշխուժության հետ, որոնք հավելյալ արժեք չեն ստեղծում։ Եվ տեսեք, այստեղ խնդիրը նրանում չէ, որ այդ ուղղություններում աճերը կարևոր չեն կամ պետքական չեն, ոչ որևէ կերպ, այլ խնդիրը կայանում է նրանում, որ օրինակ արդյունաբերությունը, որը մեր տնտեսության համար առանցքային է, այսօր անկումային է։ Փաստացի նորից արձանագրենք, որ մեր տնտեսության աճի կառուցվածքը ել ավելի վատթարացել է։ Իդեպ, այդ պատկերը նաև լավ դրսևորվում է համախառն ներքին արդյունքի ցուցանիշի բացվածքի ուսումնասիրմամբ, հնան նույն ինքը, որը ի տարբերություն տնտեսական ակտիվության ցուցանիշի, տնտեսությունում որակական փոփոխությունների եւ բնութագրական իմաստով շատ ավելի ընկալելի ցուցանիշ է, այս ցուցանիշի բացվածքը եւս ըստ էության համանման պատկեր արձանագրում, դրա վերաբերյալ տեղեկատվությունը առաջին եռամսյակի մենք ներկայացրել ենք մեր երկրորդ պատկերում եւ ըստ այդմ առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5.2%-ով։ Սա ընդհանուր առմամբ իհարկե վատ ցուցանիշ չէ, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս կൂട്ടակային ցուցանիշը եւս փաստորեն ապահովված է, վերահաստատում ենք, որ ապահովված է հավելյալ արժեք չստեղծող ուղղությունների հաշվին։ Դերևս պետք է նշել, որ ուրախալի է գյուղատնտեսության 8.1%-անոց աճը, բայց որոշակի ժամանակահատված է պետք հասկանալու սա ժամանակավոր ազդեցությամբ պայմանավորված աճ է, օրինակ եղանակային բարվոք պայմանների, թե ավելի խորքային զարգացման հետ գործ ունենք։ Բնականաբար ցանկալի կլինի, որ երկրորդ սցենարի հետ գործ ունենանք։ Եվ այս բացվածքը եւս փաստորեն ցույց է տալիս, որ շինարարությունը, առևտուրը եւ որոշ ծառայություններ ապահովվել են, գեներացրել են այս 5.2%-անոց աճը, մինչդեռ մշակող արդյունաբերությունը, արտահանելի արտադրանք ստեղծող ուղղությունը 21.1%-անոց անկում ունի, որը իհարկե մտահոգիչ է։ Գալով արդեն մեր հարցադրման է, ով է տնտեսական աճի կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, վիճակագրական աճերի իրական շահառուն։ Փորձենք միասին որոշակի սեգմենտավորել եւ ստանալ այդ հարցի պատասխանն ի վերջո։
Հանրությունը այսպիսի աճերի, վիճակագրական աճերի շահառուն կլինի այն պահից սկսած, երբ դրա ազդեցությունների ներքո լինի, եթե ոչ ընթացիկ ժամանակահատվածում, ապա գոնե հեռանկարում։ Մինչդեռ ինչ ունենք մենք այսօր, ընթացիկ իրավիճակում ունենք սոցիալական բավական լուրջ լարվածություն, իսկ հեռանկարի հետ կապված, օրինակ, եթե դիտարկենք անընդհատ աճող պետական պարտքը, ապա որևէ ցավոք սրտի դրական ակնկալիք այս մասով ձևավորել չենք կարող։ Միջազգային հանրությունն ու գործընկերներն են շահառուները։ Տեսեք, վիճակագրությունը եւ վիճակագրական տվյալները իհարկե միջազգային կառույցների, գործընկերների կողմից իրենց վարկանիշների, գնահատականների, զեկույցների համար հիմք են, նրանք հենվում են այս ցուցանիշների վրա եւ դա այդպես է։ Բայց պետք է օբյեկտիվության համար նշել, որ բոլոր գնահատականների ժամանակ նաեւ նշվել է, որ այս աճերն ապահովել են արտաքին ազդեցություններով պայմանավորված, ռուս-ուկրաինական պատերազմից ձևավորված դրական շոկերով պայմանավորված, այսինքն ինչ են ասում միջազգային գործընկերները։ Իրենք ասում են, որ տեսնում են, որ մեզ մոտ կան աճեր, բայց նաև շատ լավ հասկանում են, որ այդ աճերն ապահովված են արտաքին եւ ժամանակավոր ազդեցություններով։ Ներդրողներն են իրական շահառուները։ Եթե մենք չենք խոսում աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախագծի մասին, ապա որևէ լուրջ խոշոր ներդրման համար շատ կարևոր նախապայման են անվտանգությունը եւ տնտեսաքաղաքական կայունությունը։ Ոչ առաջինի եւ ոչ էլ երկրորդի մասով ցավոք սրտի մեզ մոտ իրավիճակը բարվոք չէ։ Իշխանությունն է շահառուն։ Թերևս բարձր տնտեսական վիճակագրական աճերի միակ շահառուն շարունակելու իր այսպես կոչված աննախադեպերի քաղաքականությունն ու քարոզչությունը եւ փորձելու երկարաձգել սեփական իշխանությունը։